Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, պարզվել է, որ ԱՀ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շահադիտական նպատակով 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց 2024-ից 2025 թվականների ընթացքում կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան, այն է Շենգեն համաձայնության երկրներ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով այլ անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից Dani Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից հանդիսանալու և Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է ՎՔ-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է Շենգենյան համաձայնության երկրների մուտքի թիվ 01061835 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված արերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2 միլիոն ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։